Պարոն Մովսիսյան, կողքի աչքով նայելով այս հետընտրական պրոցեսներին նախ ինչ տպավորություններ ունեք, երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ Բարգավաճ Հայաստանը չի անցնում այդ անցողիկ 4%-ի շեմը, ինչպես եք վերաբերվում այդ։ Կարող եմ վերաբերմունքս մի քիչ մեղմացված ասեմ, խայտառակություն է, որովհետև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը աշխատում է Նիկոլ Փաշինյանի մոտ, բայց պետք է կազմակերպել թափանցիկ ընտրություններ, որտեղ որ յուրաքանչյուրս մեր սանրական պարտքից զատ ունենալու ենք մեր քվեն ու տալու ենք մեր նախընտրած քաղաքական ուժին։ Բայց փաստացի ունենք իրավիճակ, որտեղ որ երրորդ ընդդիմադիր ուժով հաղթահարել է շեմը ու բոլորը վստահ են անգամ Նիկոլ Փաշինյանը 60 ձայնի պատճառով չի անցնում ազգային ժողով։ Չի անցնում, որտեղ 61 պատգամավորը Նիկոլ Փաշինյանին քիչ է, ուզում է 64 պատգամավոր ունենա։ Ընտրությունները բառացի կարող եմ ասել, որ կեղծված է ու փաստերը կան ու անգամ փաստերը կան այն առումով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը աչք է փակել նրա վրա, որ քվեարկել են 8-ից հետո, աչք է փակել նրա վրա, որ համատարած կեղծիքներ են եղել, վարչական ռեսուրսի օգտագործում է եղել ու անգամ եթե մենք վերցնենք իրենց թեզերը եւ օգտագործենք, իշխանություններն են, չէ, ասում, որ ընտրակաշարքը բաժանվե համատարած եւ այլն։ Եթե համատարած ընտրակաշարքը բաժանվե, ինչու են ընդունում արդյունքները այս ընտրությունների։ Ընդդիմադիր պատգամավորներ են այլ հանցագործներ։ Հա, բա հանցագործների հետ ինչու են Ալեն Սիմոնյանը ինչու համար է կանչում ընդդիմադիրներին մանդատները վերցնելու, միասին աշխատելու, եթե իրանք եռագլուխ հրեշներ են, ռուսների ագենտներ են եւ այլն, մենք այդ ամեն ինչը գիտենք։ Ու այդ վնասակարի տակ մնացած Նիկոլ Փաշինյանը, ով իր սրտիկները ուղարկում է այդ վնասակարի երկի տակ, արդյոք այդ մարդը adekvat է, որ իր հետ գնան ազգային ժողով եւ աշխատեն։ Բնականաբար ընդդիմությունը անելիքներ ունի ու այդ անելիքները պետքա լինի եւ փողոցում եւ ազգային ժողովում ու պետքա լինի համատարած ու համաժողովրդական շարժման արդյունքում։ Եթե այսօր Նիկոլ Փաշինյանը գողանում է Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայները, վաղը վերցնելու է ուժեղ Հայաստանի ձայները, հետո վերցնելու է Հայաստան Դաշինքի ձայները, հետո վերցնելու է մարդկային կյանքեր, տարածքային կորուստներ ենք ունենալու։ Հաջիևը վառ օրինակն է, ընտրությունները դեռ չավարտված, Հաջիևը Դիլիջանում պայմանավորվում է, որտեղ են ադրբեջանական մզկիթները լինելու։ Մենք ինչի մասին ենք խոսում, ընտրությունների կեղծիքների մասին, մարդը կեղծել է պատերազմի զոհերի թիվ, մարդը կեղծել է երկու ընտրություններ նախորդ, մարդը Ռոբերտ Աբաջյանի պապիկ է կեղծել։ Ոնց կարող է Նիկոլ Փաշինյանը չկեղծի ընտրությունները, դա իր սկզբունքներից վեր է։ Մենք բոլորս պնդում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անունից եմ ասում նաև, որովհետև կես միլիոն եւ ավել մեր հայրենակիցներ չեն ընտրել Նիկոլ Փաշինյանին ու ձայներին պետք է տեր կանգնել։ Ու Հայաստանի մանդատները եւ դուրս կամ փոխեն պայքարի։ Տեսեք, ազգային ժողովում կա գործիքակազմ, որից մեկը իմպիչմենտն է, որը իդեպ առաջարկում էր Հանրապետական կուսակցությունը ժամանակին, երբ որ մենք պնդում ենք, որ ընտրություններով Նիկոլ Փաշինյանին հնարավոր չի հաղթել մի քանի կետերով։ Դրանցից մեկը, որ Նիկոլ Փաշինյանը այնպիսի ընտրակեղծարար է, որ դեռ ոչ մի ժամանակներում չի եղել, անգամ նախկիների ժամանակ, որ ինքը պնդում էր, որ կան խնդիրներ, նման համատարած խնդիրներ երբևիցե չեն եղել, որ հասնի այն աստիճանի, որ 49% ձայն տարածը խոսա սանրական մեծամասնությունից, հանրաքվեներից եւ այլն։ Դա մեկ։ Երկրորդ, երբևիցե չի եղել իշխանություն, որ զոհվածի ծնողներին ծեծի եռաբլուրում, հետո արդարացնի, որ իրանք օրենքի ուժով են աշխատում։ Այսինքն, եթե մենք վերցնում ենք Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, համադրում ենք Նիկոլ Փաշինյանի քմահաճույքների հետ, ամբողջությամբ համադրվում է, բայց Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը Նիկոլ Փաշինյանի քմահաճույքների մասին չի։ Եթե մենք վերցնում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առանձին կառույց, բայց իր ղեկավարը քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է եղել կամ կա, մենք ոնց կարող է թափանցիկ ընտրություններ ունենանք ու ունենանք իշխանափոխություն։ Նիկոլ Փաշինյանը եկել է դագաղներով մարդկանց մահերի վրա։ Նիկոլ Փաշինյանը հանձնել է 12000 քառակուսի կիլոմետր մեր տարածքը։ Նիկոլ Փաշինյանը սպանել է 5000 եւ ավել տղաների պլյուս-մինուս ոնց որ ինքն է ասում 50։ Նենց որ Նիկոլ Փաշինյանի հետ ուղակի սահմանադրական ճանապարհով ծիծաղելի է, որ հնարավոր է ինչ-որ արդյունք ունենալ։ Պետք է լինի փողոցային պայքար, իմպիչմենտ, գործիքակազմը օգտագործվի ազգային ժողովում, որպիսի հետո այս մյուս մեր գործընկերները ընդդիմադիր չբողոքեն, որ իրանց վրա շիշ են շպրտում, հայհոյում են, ծեծում են ու իրանք պահանջելու են, կոչեր են անելու, այդ կոչերին ոչ մեկ ականջալուր չի լինել, որովհետև ամբողջ հավաքական արևմուտքը օգնում է Նիկոլ Փաշինյանին եւ բերել է իշխանության Նիկոլ Փաշինյանին։ Իսկ եթե հավաքական արևմուտքը օգնում է Նիկոլ Փաշինյանին, հակադրությունը ինչ պետք է լինի, համաժողովրդական շարժումը ու հայերից հասումը, ուրիշ ոչ մի բան պետք չի, որ Նիկոլ Փաշինյանը գնա։ Ես եմ շնորհակալ։